Այնինչ արել է Գագիկ Ծառուկյանը հայրենական սպորտի զարգացման համար անգնահատելի է։ Մարզիկներն ու տարբեր մարզաձևերի Հայաստանի ֆեդերացիաներն իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։ Սիրողական MMA-ի աշխարհի փոխ-չեմպիոն Կարեն Ղազարյանի խոսքով իր մարզաձևը թեև օլիմպիական չէ, բայց Գագիկ Ծառուկյանի աջակցությունն ու հոգացությունը եղել է տարիներ շարունակ։ Կարենը Հայաստանում ապրող միակ մարզիկն է, որը հանդես է գալիս հեղինակավոր One Championship-ում։ MMA-ն չի համարվում օլիմպիական մարզաձև, բայց Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ոչ օլիմպիական մարզաձևերի համար բացվեց կոմիտե ու իրենց ներդրումը շատ մեծ էր նաև MMA-ի մեջ։ Կոնկրետ ես որպես պրոֆեսիոնալ մարզիկ լինելով իրանցից այդ աջակցությունը տեսել ստացել եմ ու իրանց գործը ոչ օլիմպիական մարզաձևերի զարգացման կոնկրետ MMA-ում շատ մեծ էր։ Սպորտի միջոցով բոլորը շատ են տեսնում Հայաստանի եռագույնը։ Ուժային եռամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արտյոմ Խուգոյանի խոսքով Գագիկ Ծառուկյանը ոչ միայն իրեն է տարիներ շարունակ օգնել, այլև օլիմպիական մարզաձևերը հանել է անդունդից։ Այս տարիների ընթացքում թե ինչ եմ տեսել անձամբ իմ աչքով, թե ինչ ահռելի օգնությունների եմ ականատես եղել, թե ինչ է արել պարոն Ծառուկյանը այս ազգի, այս ժողովրդի, այս ապերախտ մարդկանց համար, դա ուղղակի չափից դուրս է, չեմ կարող բառերով եւ թվերով նշել։ Օլիմպիական սպորտաձևերը ուղղակի անդունդից հանել է, բարձրացրել է երկինք, թե ինչպիսի ահռելի գումարներ է ծախսել, ինչպիսի օլիմպիավան է, հսկայական գերազոր օլիմպիավան է բացել, ձրի սպորտսմենները գնում մարզվում են, սնվում, ուտում, խմում, ձրի այդ ամեն ինչը այդ մարդկանց համար արել է։ Ոնց չխոսած, ոնց չասես, որ մարդը բան է արել։ Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոնը մարզիկներին կոչ է անում անտարբեր չլինել եւ այս դժվարին պահին կանգնել Ծառուկյանի կողքին։ Ուզում եմ այս ամենը ոչ անտարբերությամբ չանցնեք, որովհետև ծիծաղալու է պրոստը, ծիծաղալու, թե ինչ ամբիշների, շտանգիստների, բոքսյորների սաղ տեսել եմ, սաղ գիտեմ ինչեր է արել, ինչ օգնություններ է տվել այդ մարդը, այդ գերազոր իմպերիա ստեղծած սպորտային իմպերիա, կյանքի ընդհանրապես բիզնեսի իմպերիա ստեղծած մարդը այսօր այսպիսի վերաբերմունքի արժանանում։ Հայկական սպորտը չէր ունենա այսքան շատ հաջողություններ, եթե այն չգլխավորեր Գագիկ Ծառուկյանը, նշել է Ուշու կունգ-ֆուի ազգային ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը։ Այս գործողությունները սկսել հենց այն բանից հետո, երբ որ Սահմանադրական դատարանը նույնպես ամենաստորաբար ձևով դավաճանեց արդարադատությանը եւ կայացրեց ընդհանրապես իրավաբանության եւ օրենքի հետ որևէ առնչություն չունեցող որոշում, անմիջապես սկսվեց այս հետապնդումը եւ այս վրեժխնդրությունը։ Մեծարգո պարոն Ծառուկյան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության համար 1 ուրեմն բարերար, հայրենասեր հսկա մեծ մարդ, ես կանգնած եմ ձեր կողքին։ Փակ է Հայաստանի գլխավոր մարզումային բազան Օլիմպիավանը, դրա հետևանքով խաթարվել է բազմաթիվ մարզական ֆեդերացիաների ու մարզիկների առօրյան, պարալիզացվել է նաև Հայաստանի հակադոպինգային ընկերության աշխատանքը, որը գործում է Օլիմպիավանում, իսկ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հայկական սպորտի վրա։ Ամեն օր տարածվող տեսանյութերն ու Գագիկ Ծառուկյանին աջակցող խոսքերն ամբողջ աշխարհից, նաև հայտնի բլոգերների էջերում շարունակվում են։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։